ծառայություններ մատուցել, որ շքանության երկարանացել։ Արցախն եք ազատագրել, ինչ-որ հողեր եք ազատագրել, Հանակ եք ծառայել, արյուն եք թափել, բարեբախտաբար ոչ եք մնացել։ Այս հարցին մի անգամ արդեն այլ գործընկերների հարցմանի պատասխան անդրադարձել եմ, նշելով, որ ինքս չեմ սիրում խոսել այն աշխատանքի մասին, որ ես եմ իրականացնել, ենթադրում եմ մի օր դրա մասին ավելի հայտնի կդառնա, իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր հայրենիքին ծառայության կոնցեպտին, կարծում եմ, որ դիվանագիտական ծառայության միջոցով նույնպես կարելի է հայրենիքին ծառայություն մատուցել, իսկ ժամկետները, եթե ուշադիր լինեք, թե երբ է տեղ ունեցել այդ պարգևը, որի համար կրկին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարության, տրամաբանորեն կարելի է հասկանալ ինչի համար։ Ամեն ինչ տալիս են մարդկանց մեդալ, որոնց մատուցած ծառայությունները ամենայն դեպս դուք կարող եք գնահատել, որ դրանք ծառայություն են հայրենիքի մասին, բայց հանրությունը չի դաշնում։ Ես չի որ պիտի այդ գնահատականը տամ, եթե այլ հարցեր ունեք հանեց։ Դիվանագիտական ինչ հաջողություններ եք գրանցել, որի համար շահառժանացել եք բանկից։ Օրինակ, երեք մատուցող պարագայից ասում են հաղորդության պայմանների կապված շատ մեծ ջանքեր եք ծածկել, դուք օրինակ։ Ենթադրում եմ, որ մի օր երկրորդ ես չեմ, որ պիտի խոսեմ այն աշխատանքի մասին, որ արել են եւ ես չեմ սիրում։ Մեկ շաբաթ առաջ պարոն Կոստանյանն այստեղ էին եւ իրենք համեմատական տարան ասացին, եթե Կոստանյանն էլ ստանում եք շքանշանով մենք չենք կարող այդ շքանշանը։ Առաջարկում եմ Հիմա դուք օրինակ ցավ չեք ապրում, որ մարդիկ ովքեր պատերազմին մասնակցել են, ովքեր անցել են շատ բաժան ու դժվար ճանապարհով, վերել են իրենց քրտիկով վաստակած մեդալները հետ են տվել եւ նաեւ համեմատական են տանում, որ եթե դուք եք ստացել, իրենք ուրեմն չեն ուզում այդ մեդալը։ Ցավ եմ ապրում, որ նման ակցիա են իրականացրել, ամեն դեպքում զուգահեռները տեղին չեմ համարում եւ առաջարկում եմ համապատասխան հարցում ուղարկել կառավարությանը եւ գիտեք պրոցեդուրան մի վարքյան ավարտեմ կա հստակ պրոցեդուրա, որի միջոցով տրվում են այդ մրցանակները։ Ես չեմ, որ որևէ կերպ նախաձեռնել եմ ինձ որևէ պարգևի արժանացնելու գործընթացը, բայց առաջարկում եմ, եթե բովանդակային արտաքին գործերի նախարարության աշխատանքների հետ կապված հարցեր կան, դրանց պատասխանեմ, եթե ոչ Ես շնորհակալ եմ նման բարձրագույն պարգևի արժանացնելու։ Ես պատասխանեցի ձեզ։ Ձեր գիտական թեզերին որտեղ կարող է հանրությունը ծանոթանալ։ Դուք այդ պատրվակով եք, ծառայությունից խուսափել։ Պատրվակով բառի հետ չեմ համաձայնվի, ժամանակին այո ես աշխատանքներ տարել եմ այդ ուղղությամբ, ցավոք սրտի այս պահին աշխատանքի ծանրաբեռնվածության բերումով չեմ սպասում։ Ցավոք սրտի նշանակվեցիք պաշտոնի, բայց կարող եք չնշանակվել ազնիվ գտնվել եւ ինչի համար որ միտինգ եք անում, ինչի համար որ միտինգ եք անում, պարոն Կոստանյան, դրա համար էլ հենց ծառայեցնեք այդ միտինգը։ Կարապետյանի կառավարությունը լավություն արեց ձեզ եւ այլ ձեր երիտասարդ։ Այդ գործընթացները չեն եղել ինձ համար կամ ուրիշի համար, դա ընդհանուր առմամբ եղել են կրթության ոլորտում բարեփոխումներին նվիրված։ Գործընկերս դարձնում են գիտական թեզերը։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Արտգործ նախարարության աշխատանքներին վերաբերող հարցեր կան։ Չէ, եւ վերջերս միջադեպի Պատասխանեցի ձեր հարցին։ Վերջերս մամուլը գրել էր, որ չի համապատասխանում իրական։ Ինչի չի համապատասխանում։ Չեք եղել նշված ռեստորաններ։ Նշված ռեստորանը ո՞րն է։ Որտեղ որ գնացել եք։ Իսկ ինչ էր նշված։ Մել եք, հետո դուրս եք եկել այնտեղ։ Հիմա այդ ձեր ամբողջ հարցի մեջից ո՞ր հատվածներ կոնկրետ։ Եղել է նման բան։ Ինչ։ Գնացել եք խմել եք թե չէ։ Ես բնականաբար երբեմն իմ ընկերների հետ ժամանակ անցկացնում եմ, ինչ վերաբերվում է միջադեպ լինելուն, չի համապատասխանում իրական, չի համապատասխանում։ Մի կնոջ հետ գնացել եք ռեստորան, փաբ, գիտեմ որտեղ եղել, խմել եք, գնացել եք ինչ-որ միջադեպ է։ Չի համապատասխանում իրական։ Պատասխանեցի ձեր հարցին։ Ձեր գիտական մասով ստացեք պատասխան։ Ստացողը խախտել եք կառավարությանը, Պարոն Կարապետյանի կառավարությանը, որ խոստացել եք գնալ գիտական աշխատանքով զբաղվել, որ ազատվեք բանակից, բայց չեք։ Ոչ ստացվում է, որ ես սկզբում ընդունվել եմ ասպիրանտուրա, սկսել եմ այդ աշխատանքները իրականացնել, հետագայում
աշխատանքային ծանրաբեռնվածության բերումով չեմ հասցրել ավարտել այդ աշխատանքը։ Ինչի նկատի ունի։ Ազատվում են ծառայությունից, ինչ որ պատվարներ, որը հիմա գումար։ Ինչի նկատի ունի։ Նկատի ունեմ, որ շատերը մեր կառավարությունը նախկին իշխանություններին մեղադրում են նրանով, որ նրանք թույլ են տվել ինչ-որ մարդիկ այդ գիտական օգուտների, եթերների հետ կապված ազատվեն ծառայությունից։ Հաստատ այս իշխանության ներկայացուցիչներից մեկը այդ նախկինների ճակերտավոր բարիքից օգտվել է ու հիմա դրա համար գոնե պատասխանատվություն չի կրում։ Դուք ասում եք ցավոք սրտի չեմ շարունակել, բայց ցավոք սրտի արդյոք իրավական կամ քաղաքական գնահատական է։ Կարող եք ուղղել։ Եթե որևէ օրինակ խախտում եք տեսել իմ գործողություններում, առաջարկում եմ դիմել համապատասխան Բարոյական կառույցներին։ չափանիշներ խախտում են կարևոր տեսնում։ Արտաքին գործերի նախարարության աշխատանքների հետ կապված հարցեր կան։ Այս թեմայով կարծում սպառեցինք այս թեման։ Դարձել եք փոխնախարարության առաջարժան նախագահի օգնական ու չեք գնացել ձեր աշխատանքով զբաղվել։ Դուք դրա համար եք խոստանում Կարեն Կարապետյանի կառավարությանը նախնին, որ երբում եմ կգնաք Այս թեմայով այլ մեկնաբանություններ չունեմ։ Եթե կան այլ հարցեր, համեցեք։ Ես ունեմ այդ հարցը։ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպումներ պետք է ունենա Բրյուսելում, տեղյակ եք ինչ հանդիպումներ են լինելու, Արծուղ Ալիևի հետ ինչ-որ նոր հանդիպումներ լինելու են եւ Զանգեզուրի միջանցքի հետ կապված վերջո հասկացան այդ տերմինը օգտագործի, քանի որ Նիկոլ Փաշինյանը այսինքն կար հաղորդագրություն ըստ որի նախորդ հանդիպումների ժամանակ նաեւ դա է քննարկվել այդ միջանցք եզրիկ օգտագործել թե չէ։ Վերջը եկան ընդհանուր հայտարարություն։ Այսօր Բրյուսելում տեղի ունենալու Global Gateway համաշխարհային դարպասներ երկրորդ ֆորումը, որը գիտեք Եվրոպական միության լոգիստիկ, էներգետիկ ամենամեծ պրոյեկտներից մեկն է հանդիսանում, որը պետքա կապի Եվրոպական միությունը տարբեր այլ տարածաշրջանների, այդ թվում մեր տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ եւ վարչապետը հրավիրված է ելույթ ունենալ այս ֆորումի բացման արարողության ժամանակ, նաև նախատեսված են հանդիպումներ եվրոպացի այլ գործընկերների հետ եւ այլ երկկողմ հանդիպումներ տեղի կունենան։ Եթե իմ տեղեկությունները ճիշտ են, Ադրբեջանի նախագահ այս միջոցառմանը չի մասնակցում, ինչ վերաբերվում է ձեր կողմից նշված երկրորդ հարցին եւ այդ միջանցքի տերմինի կիրառությանը, կարծում եմ վարչապետի խոսնակը օրեր առաջ 3, եթե չեմ սխալվում, հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ, դրան ավելացնելու բան չունեմ այս բանը։ Պարոն Կոստանյան, ի վերջո երբ եք ստորագրելու նշած այս կառավարության պայմանները, Մենք շարունակում ենք աշխատանքներ այս ուղղությամբ եւ վերահաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել եւ հետագայում նաեւ ռատիֆիկացնել այս փաստաթուղթը։ Քոչյանի ասում է, որ այդ ստորագրությունը հանդիպումից դրանով Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչինչ, Նիկոլ Փաշինյանը ստացավ նկար Թրամփի հետ։ Հիմա մենք Հայաստանի ինչ է ստացել։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն խաղաղ եւ կայուն տարածաշրջան կառուցելու եւ սկսել է այդ գործընթացը եւ մենք նաեւ ստացել ենք հնարավորություն ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր ռեգիոնում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ։ Քննարկումներ են ընթանում, երբ որ կլինեն հստակ հանգրվաններ, վստահաբար դրա մասին հանրությունը պատշաճ կարգով կտեղեկանա։ Հաջող են իրենց խոսքերից հետ կանում եւ օրենքի բան պայմանավորվում են, օրենք զինադատարները ովքեր խախտել։ Դուք երաշտի ստացել եք այլևս, որ այս խաղաղության գործընթացը ավարտի կատարվի եւ այլևս որևէ միջադեպ հեչեւոսում հաղթանակի չի լինելու։ Մենք հույս ունենք եւ վստահություն ունենք, որ գործընթացը կգնա դրական ուղով եւ այն ընդհանուր դինամիկան, որը տեսնում ենք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումից հետո դրական ենք գնահատում։ Այսինքն իսկ բացի հույս ունենալուց երաշտի կա ինչ-որ ձևով Ալիևը որը բանավոր ասել է, որ ոստանում չեմ խախտել։ Պատասխանից ձեր հարցը։ Ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տալ, բայց այն հայտարարությունները, որոնք հնչել էին նաև Սպիտակ տանը, խոսում էին դրա մասին, որ մենք մտնում ենք
կայուն եւ խաղաղ ժամանակաշրջան։ Այն որ Ալիևը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին բարբերաբար, չնայած որ այստեղից հակառակն է նրան հիշում, որ Զանգեզուրի միջանցքի սխալ է ասում։ Դա այսօր խոսում է նրա մասին, որ այդքան է երաշխավորված չէ կարող։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում Զանգեզուրի միջանցք անունով որևէ պրոյեկտ, այդ թվում կոմունիկացիոն պրոյեկտ չկա եւ չի կարող լինել, թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանությունները իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց ասում են։ Պատասխանեցի ձեր հարցը։ Մենք այս ուղղությամբ եւ բոլոր խրթին հարցերի վերաբերյալ մշտապես հնարավորության դեպքում ունենում ենք քննարկումներ մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ուղիղ ադրբեջանցի գործընկերների հետ նույնպես։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։